Ալիևը խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման նոր նախապայման է առաջ քաշել։ Ենթադրում է խորհրդարանական ընդդիմությունը վերլուծելով Փաշինյանի վերջին հայտարարությունները։ Նիկոլերենից երբ թարգմանում ես դա, ստացվում է։ Հայաստան խմբակցության անդամը Նիկոլերենից թարգմանում է հայտարարությունը, թե Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները պետք է վերադարձվեն ու եզրակացնում է Ալիևը հիմա էլ անկլավներն է պահանջում Փաշինյանից։ Համադրելով են հայտարարության հետ օգոստոսի 8-ից հետո արված, որ Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, էլի անհասկանալի է, չէ՞, ինչի մասին ես խոսում։ Այս երկու հայտարարություն համադրում ես իրար, ստացվում է, որ պատրաստում են նոր տարածքային զիջումներ Հայաստանի Հանրապետությունից։ Հիմա մենք սենց ենք ասում, սենց խաղաղություն ուրիշ որտեղ եք տեսել։ Որտեղ կա այս, որ ասում են խաղաղությունը եկել է։ Ադրբեջանի արտգործնախարարությունն է անցած 5 շաբթի հայտարարել, որ Բաքուն ակտիվ առաջ է տանում անկլավների հարցը։ Փոխարենը Բաքուն ծպտուն չի հանում Արցվաշենը վերադարձնելու կամ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու մասին։ Փաշինյանի ընդդիմախոսները վստահ են, որ գործող վարչապետը Արցվաշենի անուն տալով պարզապես հող է նախապատրաստում նոր զիջումների համար։ Դրանով սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումների փուլը, որովհետև ադրբեջանական հաջորդական պահանջները Հայաստանի Հանրապետությունում գտնվող գյուղերն են, որտեղ ընդհանրապես որոշ ժամանակ ապրել են ադրբեջանցիները, բայց իրենք դա անվանում են անկլավներ, պահանջում են։ ՔՊԱ-ականները կտրականապես հերքում են, թե այսպես կոչված անկլավների հարցն է հիմա բանակցային սեղանին։ Ես նորից եմ գրկում այդ անկլավների հարցը, ինչպես միշտ ասեմ, դա կարող եմ ասել մասնագիտական հարց է, սահմանազատման հարց է ամբողջությամբ։ Իսկ խաղաղության պայմանագրի մասով ես չէի ասի, որ փակուղային իրավիճակ է, որովհետև 1 տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնություններ համարվում փակուղային։ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, բայց հստակ օր չկա, ասում է Խանդանյանը։ Մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն։ Հնարավորինս շուտ Բաքուն չի ստորագրելու ոչ մի փաստաթուղթ, վստահեցնում են Փաշինյանի ընդդիմախոսները։ Գոնե, եթե մեր վրա լծակ կա, մենք էլ ինչ որ լծակ ունենանք։ Քրիստինե Վարդանյան առաջարկում է Հայաստանի բանակցային դիրքն ամրացնելու համար գոնե օգտվել Հայաստանի երկրորդ նախագահի առաջարկներից։ Եվս մի առաջարկ։ 2 օր առաջ է Ռոբերտ Քոչարյանն առաջարկել Վաշինգտոնյան համաձայնագրին զուգահեռ մի փաստաթուղթ էլ ստորագրել Վաշինգտոնի, Մոսկվայի ու Պեկինի հետ, այս գերտերություններին դարձնելով խաղաղության երաշխավոր։ Մեր պատկերացրած խաղաղությունը պաշտպանված ու ապահովված խաղաղությունն է։ Մանավանդ Ադրբեջանի դեպքում անգամ միջազգային որոշակի երաշխիքների պայմաններում որևէ պայմանավորվածություն չի պահել։ Հիմա դրա ելքը ինչի որ միջազգային երաշխիքները ընդհանրապես տակից անել։ Դրա ելքային է, որ այդ երաշխիքները ուժեղացնես հնարավոր։ Տրամպի ճանապարհի մեղրիով։ Իհարկե, ՔՊԱ-ականներն առայժմ չեն օգտվում երկրորդ նախագահի նախորդ առաջարկից։ Տպավորիչ պրոյեկտներ։ Նա հայտարարել էր, որ Թրամփի ուղին հայկական կողմին շահեկան դարձնելու, տարածաշրջանի հաղորդուղիներն իսկապես ապաշրջափակելու միակ հնարավորությունը երասխ Ջուլֆա երկաթուղու գործարկումն է, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապն ապահովել։ Օրինակ, առաջարկ է դա մտքով անցել է մեր հիմիկվա բանակցողների, որ կարող են բացի շահերը զիջելուց մի բան էլ իրենք ունենան, որպեսզի կարողանան գոնե հավասարակշռել։ Հստակ առաջարկ է, չէ՞, բայց կբանակցեն դրա համար, բնականաբար չեն բանակցի։ Վարդանյանը վստահ է, Փաշինյանը Ալիևի հետ բանակցելուց մտածում է ոչ թե պաշտպանված խաղաղության, այլ իր իշխանությունը պահելու մասին։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։